7-րդ անգամ է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահն ազգային ժողովում զեկույցով հանդես գալիս և 7-րդ անգամ էլ արձանագրում Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ։ Կարգավորող մարմինը 2024 թվականին գործել է թափանցիկ, ազատ և հաշվետու հասարակության առջև։ Նաև գոնե այս բնագավառում մյուսների մասին իրավասու չեմ խոսել, իշխանությունները հավատարիմ են իրենց որդեգրած սկզբունքներին և չեն խառնվում հանձնաժողովի գործունեությանը։ 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման մեջ Տիգրան Հակոբյանն առանձնացրել է նաև ոլորտի ամենակարևոր խնդիրները, որոնցից մեկի համացանցում սոցմեդիայի վերահսկողության, այնտեղ տարաբնույթ սպառնալիքների կանխման ճանապարհը համարում է համահարթեցումը։ Տարօրինակ է, որ կարգավորվում են միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերությունները և FM տիրույթում լիցենզավորված մեր կողմից ռադիոկայանները։ Մնացած բոլոր տեսալսողական ծառայություն մատուցողները կամ գրեթե չեն կարգավորում կամ ընդհանրապես չեն կարգավորվում, բայց այսօր դա 20 տարի առաջ չի և Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդությունը, տեղեկատվության ինֆորմացիայի մեծ մասը նրանք ստանում են ոչ թե ավանդական մեդիայի միջոցով, այն համացանցի միջոցով, որը կրկնում եմ չի կարգավորվում և արդեն դա զավեշտալի իրավիճակի է հասնում։ Մասամբ կարգավորվում են ցանցային օպերատորների փաթեթում գործող ծրագրերը, օտարերկրյա արտադրանքը չի վերահսկվում, ինչը ևս խնդիր է համարում Հակոբյանը։ Ըստ նրա ժամանակն է քննարկել սլոթային քանակների կրճատումը գովազդային դաշտը ավելի քիչ խաղացողների միջև բաժանելու համար։ Այստեղ բավականին մենք լավ նորություն ունենք, երեք կառավարությունը ընդունեց այդ որոշումը, ստեղծվել է տեսալսողական մեդիայի հանրօգուտ հաղորդումների ստեղծման համար հիմնադրամ, որը ղեկավարելու է հոգաբարձուների խորհրդի կողմից և որը օգտագործվելու է Հայաստանում հանրօգուտ բովանդակություն ստեղծելու մասին։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահն ակնկալում է, որ եվրոպական դիրեկտիվներից ելնելով Հայաստանն ունենա ատելության խոսքի ազգային սահմանումը, մշակի նաև ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարի օրենսդրություն։ Այսօր մենք կարողանում ենք պատիժներ կիրառել միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստա և ռադիոընկերությունների հանդեպ և դուք շատ լավ գիտեք, որ ատելությունը, չարությունը, բռնությունը դա ավելի շատ գեներացվում է համացանցում և շատ ժամանակ նաև կաբելային ցանցերում։ Ըստ Հակոբյանի անհրաժեշտ է օտարերկրյա ծրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգում, օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք հանրային բնույթ են կրում։ Նախանցյալ տարի այդ աղմուկը եղավ կապված ռուսաստանյան հեռուստաընկերությունների բովանդակության հետ և ես նորից եմ կրկնում այն միտքը, որ մենք չենք ունենա այդ լարվածությունը դրա պատճառով հայ-ռուսական հարաբերություններում, եթե ժամանակին քաղաքական կամք ունենայինք և իրենց որևէ հաճախականություն Հայաստանում չտայինք։ Եվ մի քանի օր առաջ հանձնաժողովում, երբ որ քննարկում էինք մեր տարեկան հաղորդումը, ես տեղեկացրեցի, որ նաև ֆրանսիական կողմն է ուզում, ցանկանում այստեղ մուլտիպլեքսում 1 կամ 2 սլոտ ունենալ, մենք որպեսզի հասկանալի լինի, մեր խնդիրը ոչ թե ռուսական ծրագրերի արգելափակումն է Հայաստանում, այն ընդհանրապես խիստ սահմանափակումը օտարերկրյա ծրագրերի։ Ցանցային օպերատորների փաթեթներում հեռարձակվում է 330 հեռուստածրագիր, որից միայն 72-ն է հայկական, ավելի քան 160-ը ռուսական է, սա մտահոգիչ է համարում զեկուցողը։ Նա անդրադարձել է նաև վերջին շրջանի օրենսդրական այն փոփոխություններին, որոնք դրական միտում ունենալով բացասաբար են ազդել դաշտի վրա։ Դրանցից մեկը մանկական հաղորդումների սուրդոթարգմանություններով ուղեկցվելու պահանջն է, որի հետևանքով նման հաղորդումները էապես կրճատվել են։ Պատճառը մասնագետների պակասն է ու ծախսերի ավելացումը։ Մյուս կարգավորումը վերաբերում է համապետական ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր կուսակցության 25 րոպե անվճար եթերաժամանակ հատկացնելու պահանջին։ Հերթական ընտրությունների ժամանակ մոտ 30 թե 32 օր գնում է այդ ընտրական process-ը եւ մասնակցելու են զորօրինակ 8 կամ 10 քաղաքական ուժ, ամեն մի հեռուստաընկերություն 250 րոպե պետք է անվճար ժամանակ տրամադրի կուսակցություններին, այսինքն այն կոմերցիոն հեռուստաընկերությունները, որը տասնյակ պարտավորություններ ունեն պետության նկատմամբ, նրանք նաև ֆինանսավորում են քաղաքական ուժերին։ Հանձնաժողովի նախագահին ուղղված հարցերը մեծ մասամբ վերաբերում էին սոցմեդիայում ատելության խոսքը կանխելուն։ Հակոբյանը լուծումը համարում է Հայաստանում գործող մոտ 40 հեռուստանման հարթակների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Սա նաև կվերացնի անհավասար պայմանները։
Վարդուհի Արզումանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։